Սիրելի բարեկամներ, ողջույնները, սկսում ենք ստատուս քո հերինակային հաղորդումը, սա վերլուծական եւ բանավեճային ձևաչափի հաղորդում է։ Այսօրվա իմ հյուրը ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարուր Հարիկյանն է։ Պարոն Հարիկյան, ողջունում եմ ձեզ։ Նախ ուզում եմ հասկանալ ձեր առողջական վիճակը ինչպես է, քանի որ դուք ծոմապահությամբ, այսինքն ծոմապահություն կամ հացադուլ, այդպես էր, հա, ճիշտ եմ հասկանում։ Հացադուլ, բողոքի հացադուլ։ Բայց դա մեծ բան չէ, ընդամենը 5 օր, 5.5 օր, այնպես որ ավելի շատ օգտակար է, քան վտանգավոր, եթե ճիշտ ես ամեն բան անում։ Շնորհակալ եմ ամեն դեպքում։ Այո, որտեղ կարծում ընդհանրապես ցանկացած մարդ, ով որոշակի եւ մեծապես նպաստում է մեր պետականությանը, յուրաքանչյուրը պիտի ըստ արժանվույն գնահատվի։ Եվ նաեւ հակառակ, ովքեր վնասում են, պետքա դրան իրանք էլ պատասխանատվություն կան։ Դա համար հատիկ կարևոր է, որ յուրաքանչյուրի արածը եւ երևա եւ գնահատվի։ Մանավանդ եթե ոչ միայն նպաստել է, այլ եղել է այդ պայքարի առաջնորդը։ Հիմնադիրներից բնականաբար։ Պարոն Հարիկյան, ես չեմ կարող չանդրադառնալ եկեղեցու դեմ ոտնձգություններին։ Մենք այս տաղավարում շատ ենք խոսել եւ ես փորձել եմ մի քիչ չեզոք դիրքերից խոսել, ասել արդյոք սա ուղղված է եկեղեցու դեմ, թե իսկապես ինչպես որ պնդում են իշխանության ներկայացուցիչները, սա եկեղեցու բարօրության համար է արվում, այսինքն եկեղեցին մաքրելու, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այն ատելությունը, այն ագրեսիան նույնիսկ ասեի, որ կա եկեղեցու հանդեպ եւ տարածորեն զգացում այդ էմոցիոնալ նաեւ վարկաբեկման փորձերը կոնկրետ եկեղեցու արդեն այլևս միայն չգիտեմ մարդ ինչպեսի պիտի լինի, որ չհասկանա, չտեսնի դա։ Հիմա տեսեք, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը ուղերձ է հղել, որը մոտավորապես ես ուղիղ ցիտում եմ. հերո մնացեք եկեղեցում պարակտում սերմանելու հակասահմանադրական քայլերից։ Պարակտում եւ հակասահմանադրական։ Համաձայն եք, որ սրանք հակասահմանադրական քայլեր են եւ սա պարակտում են բերում ոչ միայն եկեղեցու ներսում, այլև ընդհանրապես մեր երկրի ներսում, պլյուս նաեւ կարծում եմ Սփյուռքում։ Ողջունում եմ իհարկե այդ մոտեցումը, ես հաճախ ճիք եմ գործադրում ինքս ինձ հետ, որ հանկարծ զգացումների տրվելով անաչառությունը չխախտեմ, դա ամենաճիշտ ձևն է, եթե չասեմ այն բանի մասին, որ եթե ուզում ես դիմացինիդ համոզել, պիտի մինչև վերջ անաչառ լինես։ Ես կհամարեի, որ իսկապես փորձում են բարենորոգել, դեռ չեմ խոսում նրա մասին, որ քո աչքի գերանը չտեսնելով ուրիշի աչքի չոփն ես տեսնում, այդ ասույթը այս բանին իրենց է վերաբերում։ Եթե օրինակ խնդրեր վարչապետը, որ հերթական եպիսկոպոսական ժողովի ժամանակ հնարավորություն տրվեր իր խոսնակին մի երկու խոսք ասել եւ դիմեր հենց այդ բարձր հոգեվոր ժողովին ասելով, որ ցավոք սրտի եկեղեցում այսպիսի խնդիրներ կան, դա ձեր ոլորտն է, խնդրում եմ ուշադրություն դարձնել եւ դրա ուղումներով զբաղվել։ Այդ դա ես կհամարեի իսկապես բարենորոգչական փորձ, բայց երբ դու առիթավորի նման պատճառ ես փնտրում, օրինակ Արշակ Սրբազանին, այնպես չի, որ ես իր հետ մոտ եմ եղել, մյուս հոգեվորականների հետ մոտ եմ եղել, շփվել եմ, կալանավորված, բայց Արշակ Սրբազանի հետ չեմ հիշում որևէ մտերմիկ հարաբերություն, բայց իր կալանավորման փաստը եւ հիմնավորումները, գիտեք, նույնիսկ ընդունենք, որ կարելի է գործ հարուցել, բայց 7 տարի առաջ տեղի ունեցած դեպքը, որը հետևանքներ եւ շարունակականություն չունի, այդ դեպքի առիթով մարդու կալանավորել, խափանման միջոց ընտրել կալանք։ Դա ցույց է տալիս, որ կա հետին տրամադրվածություն, իսկ այն որ հոգեվորականների հետ հանդիպեց հանկարծ վարչապետը, այդ հավասարազորեր գիտեք ինչի, կառավարության ներսում հակասություններ լինեին եւ կառավարության անդամները գնային վեհապար հայրենբոդի մոտ ինչ որ հայտարարություն։ Ինչ այլոց այդպես բան մեկ տեսնում եք օրինակ նույն եվրոպական երկրների կողմից, որ օրինակ Վրաստանի պարագայում կարող են իրանք ասել, մենք չենք ընդունում այս իշխանությանը, հանդիպում ենք այս մարդկանց հետ եւ մենք իրենց ենք համարում նախագահ, ընդհանրապես համարում ենք, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ թե մեկ այլ մարդ։ Այնպես որ շատ ակնհայտ է, մանավանդ այս վերջին անաստված Աստծո դեմ ամբողջ կյանքում գործած մարդը հանկարծ որոշում է գնալ պատարակների ու երբեք իրենից ապաշխարանքի խոսք չենք լսել։ Ես մի փաստ բերեմ, որ ամեն մարդ անառարկելերն կհիշի։ Ուրեմն եկեղեցի գնացող մարդը գիտի, որ երբ թվարկվում են մեղքերը ու դու ապաշխարում ես, հետո գալիս են մահացու մեղքերը։ Այո, 7 Այդ մահացու մեղքերից առաջին հպարտությունն է։ Բայց մենք ունենք մեկին, ով դիմում էր ժողովրդին ասում, դուք բոլորս սրբապիղծ
փչացած մարդիկ եք հոգևոր տեսանկյունից Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Դա ինձ համար ապացույց էր, որ ինքը ոչ մի կապ չունի հոգևոր կյանքի հետ։ Հիմա ամեն գիրակի վազում է մի եկեղեցի այն պղծելու համար։ Ես ցավոք սրտի կուզեի ասել, որ այստեղ մի բան կա, կարելի է ենթադրել, որ բարի ցանկություններ ու տրամադրություններ են, բայց ի վերջո, երբ որևէ մեկ ուզում է ինչ-որ մեկի վնասել, փոքր պատճառներ է, չէ՞, փնտրում, նույնն էլ այստեղ է կատարվում։ Այլապես ես ասացի ձևը որը կլիներ։ Օրինակ դուք մտահոգություն ունեք, այդ մտահոգությունը մտածում եք, որ վեհապարը անաչառ չի լինի, բայց ունեք հեղինակություն, ասում եք, որ ես խնդրում եմ, որ իմ ներկայացուցիչը խոսի, հարցեր կան, կարևոր հարցեր կան, որ ուզում եմ, որ բարձրացվի եպիսկոպոսատ ժողովում։ Այդպես չի, ուրեմն վատ բան է, բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա։ Հանրությանը մշտապես զբաղեցնել առերևույթ կարևոր անառարկելի թվացող հարցերով, օրինակ խաղաղություն։ Ցանկացած կիսագրագետ մարդ, գիտի, որ բռնապետների հետ խաղաղություն հնարավոր չէ։ Բռնապետները մշտապես պատերազմ հայտարարած մարդիկ են, դա կարգն է։ Հիմա ասում է բռնապետ Ալիևի հետ եւ կիսաբռնապետ Էրդողանի հետ։ Մարդ, որ այս պահին պատերազմական վիճակ է դեռևս պահպանում Հայաստանի հետ, սահմանները փակ պահելը, դա գիտեք ոչ միայն հարևանների հետ համատեղելի գործելա ոչ է, այլ քանի որ դու ծով չունես, իսկ իրենք ծով ունեն, ՄԱԿ-ի հատուկ բանաձև կա, որ ծով ունեցող երկրները պարտավոր են անխոչնդոտ ճանապարհ տրամադրել ծով չունեցող երկրներին։ Տեսեք, մեծ պատերազմ հայտարարած մարդկանց հետ այն էլ առանց նախապայմանների, ցեղասպանություն իրականացրած եւ այդ ցեղասպանության հետևանքով հայրենիքից զրկած։ Գիտեք, ի տարբերություն ասենք որևէ այլ ժողովրդի, որ կարող է ասել, սա մեր հայրենիքն է, մենք այստեղ պիտի ապրենք, հայերս 14 թվականին անցյալ դարի միջազգայինորեն ստացել ենք հայկական ինքնավարության տարածք, որտեղ գեներալ գուբերնատորներ են ուղարկվել։ Այսինքն ակնհայտ է, որ եղել է ցեղասպանություն։ Հիմա այդտեղ հայեր չկան, ինչևէ։ Հանկարծ խոսում է խաղաղության մասին։ Այն այդպեսի ինչ որ թեմաներ վերցնելով կամ գիտեք մենք բանակը պիտի ծնենք, դրա համար գույքահարկ պիտի։ Տեսեք ինչ ստոր սուտ է, գույքահարկը պետական բյուջեի հետ կապ չունի։ Բայց ասում են բանակը զինելու համար եւ ավելին, երբ իր մասնագետներն ասում են գնում է քաղաքապետ Արարին։ Այո, գնում է համայնքին։ Երբ իր մասնագետներն ասացին, պարոն վարչապետ, գիտեք, մի քիչ գույքահարկը շատ ենք առաջ գնացել։ Մանավանդ որ մեր հարևան Վրաստանում օրինակ համարյա չկա։ Նույնիսկ ավտոմեքենաների համար գույքահարկ չկա։ Ամերիկյան նահանգները, որոնք որ մեծ առաջընթաց են ապրել, նրանք գույքահարկից ազատված են եղել եւ հիմա էլ շատ նահանգներում դեռ պահպանված են։ Սա չի ասում, գիտեք, քննարկենք, մտածենք, ասում եմ, ես այդ հարցում կոմպրոմիսի չեմ գնա, ես վերջին սրիկայի պես ինչքան կարող եմ պիտի մարդկանց կաշին քերտեմ։ Որտեվ գումար չկա բյուջեում։ Բայց գումար չկա, որովհետև քաղաքացիները ճնշված են։ Ինչին որ պետքա չկա, բայց ընդհանրենք նույն որ մենք տեսնում ենք եկեղեցում քանի մեքենա, քանի ոստիկանական ստորաբաժանումներ, որքան իշխանավոր իրանք ամեն մեկը իրանց քարտուղարներով, չգիտեմ, օգնականներով, բոլորը գնում են այնտեղ որ մի փոքր ապահովեն, բայց դա ահռելի գումարներ, ահռելի ծախս է։ Ես մի ուրիշ օրինակ էլ բերեմ, գումար չկա, ժողովրդավարության բաստիոն, այնինչ ժողովրդավարության պղծավայր։ Իր օրոք այս սահմանադրությամբ Հայաստանը ժողովրդավարության պղծավայր է։ Առաջարկվում է, որ ժողովրդավարության եւ անկախության ինստիտուտ նվեր եմ չէ տալիս, ուրեմն տալիս եմ մոտավորապես 3 միլիոն դոլար արժողությամբ, դոլարով եմ ասում, որտեղ գները գիտեք, դրամարժեքի հարց կա, եւ ինձ մերժում են անուղղակիորեն փոխանցելով, որ գիտեք, այնտեղ մենք մի քիչ ծախսեր պիտի անենք, 0.1%-ի չափ ծախսեր, եւ այդ ծախսերը թանկ են, բայց ես դες ձրի բան եմ տալիս, հիմա արդեն վերջ, հասկացա, որ սրանց օրոք չի կարելի։ Այնպես որ իրենք թվում է թե երբեմն իսկապես շատ կարևոր բաներ ունեն, բարի նպատակներ ունեն, բայց այդ բոլորը խաղ է եւ այս եկեղեցու հետ կապվածն էլ ի վերջո մարդկանց ուշադրությունը շեղելու եւ որոշ մարդկանց առողջ բանականությունը բթացնելու համար է արվում։ Պարոն Հայրիկյան, կա երկու մոտեցում, ես էլի եմ հնչեցրել այս տաղավարում հարցի տեսքով։ Արդյոք սա խոսում է այն մասին, որ իշխանությունը շատ ուժեղ ջղաձգվում է եւ իսկապես վախենում է եկեղեցուց եւ ընդառաջ ընտրություններին ուզում է մաքրել դաշտը հնարավոր ռիսկերից, այդ թվում եւ եկեղեցու, թեև եկեղեցին երբեք կոչ չի արել այս կամ այն քաղաքական ուժին ընտրել, բայց միևնույն է, թե սա խոսում է նրա մասին, որ իրենք շատ ուժեղ են եւ ուղղակի
Այսինքն խոսում են համացան, որ իրանք շատ թույլ են, թե խոսում են համացան, որ իրանք շատ ուժեղ են։ Գիտեք, այստեղ մեկ այլ բան կա, երրորդը։ Իրենք ի վերջո հաղթում են։ Բոլորիս, նաև հիմա մեզ, ինձ եւ ձեզ։ Ստիպում են, որ խոսենք իրենց չարագործությունների մասին, երբ բազմաթիվ բարեգործությունների, բարի գործերի մասին խոսելու պարտավորություն ունենք ընդհակառակը նախաձեռնությունների։ Իրենք հանրության ուշադրությունը շեղում են։ Օրինակ միավորման տրամադրված համատեղ Հայաստանի համար աշխատելու տրամադրված ուժերը հավաքվում են, ես դրա մասնակիցն եմ։ Մի կլոր սեղան եղավ փոքր, անավարտ մնաց, երկրորդ եղավ հետաձգեցին մինչև փետրվար։ Ազգային համագործակցության արդեն այդ մեր հիմնական կլոր սեղանը աշխատում է, ազդարարում է, որ իդեմս Նիկոլ Փաշինյանի նրա գործունեության հետևանքով մենք ունենք լուրջ վտանգ արդեն կայացած կոռուպցիոն հանցախումբ ունենալու փաստով կառավարության ներսում։ Օրենքներով այդ ամենը հիմնավորված է, ընդունում ենք հայտարարություն, հետո ինչ է հետևում։ Հետևում է, որ դրանում պիտի հետևեր հետևյալը։ Քանի որ կոռուպցիոն հանցագործության մեջ են մեղադրվում եւ այդ հայտարարությունը հրապարակավ ընդունված է, բաժանված դիվանագետներին, փոխանցված իշխանություններին, այդ ուղղությամբ քայլեր պիտի արվեր։ Մեկ էլ կանգ առեք, Մինսկի խումբը ցելել են։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է։ Հաջորդը դրա մասին ենք խոսում։ Եկեղեցու նկատմամբ հետապնդում կա։ Դա Աշոտ Սրբազանին կալանավորել են։ Եվ մարդիկ, որ թվում է թե բանական առողջ մարդիկ են, մոռանում են ամենակարևոր հարցը, որ երկիրը կառավարող մարդիկ կասկածվում են շատ ծանր կոռուպցիոն հանցագործության մեջ, ու դա պիտի լինի հիմնական խոսակցության նյութը։ Ես դրա համար դատախազությանը գրել էի, մեկն էլ ուղարկեցի ամսի 19-ին, բայց իմ հացադուլը նաև զգաստացրեց իրենք, արագ պատասխանեցին, բայց այդ արագ պատասխանը, տեսեք, մի հասարակ բան, դատախազությունը, այսինքն այն կառույցը, որը պիտի զբաղվի օրինականության պահպանմամբ եւ այդ ահազանգը պիտի անմիջապես ընկալել, որ ես ինչ է ասում, եւ ասողնով է, պատահական մեկը չի, նախ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է եղել, երկու անգամ եղել է պարլամենտական նախագահի թեկնածու, Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը, ժողովրդավարության կարևորությունը մեր կյանքում ամրագրած մարդ է։ Ի վերջո անկախություն բոլորն են ասում, չէ՞, բայց որ անկախություն հանրաքվեի ճանապարհով, դա իմ նորամուծությունն է եղել հայ իրականության մեջ։ Եվ պատասխան եմ ստանում։ Մեր այս ինչ քննիչը վարույթ չի նախաձեռնել։ Ոչ մի բացատրություն չկա։ Եվ եթե դուք ուզում եք, եթե դուք բողոքարկում եք, ապա հսկող դատախազի միջոցով կարող եք բողոքարկել։ Նայում եմ ստորագրությունը, հսկող դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետ։ Նախապես, ասի նա չի ասում, ինչու վարույթ չենք նախաձեռնել։ Ասում է ինչ որ քննիչ, գլխավոր դատախազի փոխարեն, ինչ որ քննիչ, բայց ես դա բան չարեցի։ Սա իրավական պետության բացակայության խնդիր է։ Միջայլոց, եթե հարմար լինի, եթե մենք ժամանակ ունենանք, այդ 5 րոպեանոց բանը ես կուզեի ընթերցել մեր մարդիկ, եթե Պարոն Հայրիկյան, չէ, ժամանակի խնդիր ունենք, եկեք ուղղակի ավելի շատ քննարկման տանենք, ճանապարհով գնանք։ Դա այնտեղ ամփոփված բան է, բայց ամեն դեպքում ես այսօր արդեն հրապարակել եմ եւ երեկոյան ելույթով էլ գտամ, այնտեղ հիմնական միտքն այն է, որ ես բերում եմ նաեւ օրինակներ, թե ինչպես են դատախազության տարբեր գործիչներ տասնամյակներ առաջ ենել KGB-ի օրոք, օրինակ առաջի կալանքի ժամանակ ավելի շատ ես վերադարձա, նշանակում այդ կալանքից վերադարձել ես եւ կասկածելի բան։ Վարչական հսկողությունը նշանակում դատախազությունը ամեն կերպ փորձում է ինձ օգնել։ Չնայած դատախազություն էր։ Երկրորդ կալանքի ժամանակ ինձ պիտի պարտավոր էին տալ ռեցիդիվիստ։ Բայց գլխավոր դատախազի տեղակալը միջնորդում է ներքին կարգով ու ինձ էլ տեղեկացնում է, որ ես խնդրել եմ, որ թեկուզ օրենք խախտելով քեզ ռեցիդիվիստ չճանաչեն։ Երկու դատախազներ Զաքյան, այդ առաջինը որ ասացի, դա Խուդոյանն էր։ Էլի դա գլխավոր դատախազի տեղականներ Զաքյան եւ ընթացքում կհիշեմ ափսոս ամոթից որ չեմ հիշում իր ազգանունը շատ նրանք մշտապես գալիս էին եւ վերաբերմունք էին ցույց տալիս, որ կամ Հենրիկ Խաչատրյանը որ սպանվեց վերջի կալանքից առաջ իրեն ասում են ստորագրի Հայրիկյանին պետքա կալանավորել, ես չեմ ստորագրի։ Բայց ինչ, ասում եմ, որովհետև ես շրջանի դատախազ եմ։ Այո, բայց հիմա եկեք գանք մեր օրեր, որովհետև շատ կարևոր է հասկանալ։ Դա ես մեր օրերի մասին եմ ասում, որ դատախազության վրա ինչ է լինելու ի վերջո։ Սա ուր է գնում, սա ինչին է տանում այս ամենը։ Այո, օրինակ ինչին է գնում։ Եթե ես իրավապահ դատախազության աշխատակիցներին ասում եմ, լսեք, դուք Նիկոլի նախնիներից թողնված գումարի հաշվին չեք ստանում աշխատավարձ։ Դեր աշխատավարձը տալիս եմ ես եւ իմ նման հազարավոր միլիոնավոր քաղաքացիներ։ Դուք ինչ եք մոռանում օրենքը եւ ծառայում
նրան ով ձեզ Մենք նշանակել է։ ժողովրդավարական պետություն չենք, որ այդ կոռելյացիան լինի, որ մենք ենք վճարում, հետեւաբար մենք ենք պահանջատեր։ Այդ մարդիկ իշխանություն ունեն, մեզ մոտ այդ իշխանության հենց ասում ենք ժողովրդավարական պետություն չենք, նշանակում է մենք արդեն խփում ենք ժողովրդավարական պետություն։ ոչ մի, բայց մենք ժողովրդավարական պետության չենք։ ժողովրդավարական պետության ձգտող քաղաքացիներ ենք, չէ՞։ Այո, իհարկե։ Եւ այդ ձգտող քաղաքացիները պիտի այդ մոտեցումով առաջնորդվեն։ Իմ մոտեցումը ես բաց նամակ եմ բայց նույնը ոնց որ ենթադրենք բանտում դուք չէ, ինչ որ մեկը ասեք, գիտեք, ես իրավունքներ ունեմ, մեկը ինքն է որոշում ունեք թե չունեք։ Ցավոք այս մեր երկրը ընդ որում այնպես չի որ աշխարհում էլ այդպես։ Հիմա այդ միֆերը արդեն գնացին։ Շատ երկրներում նույնիսկ ժողովրդավարական կա խնդիր կառավարություն, իշխանություն եւ հասարակության միջև։ Իմ փորձառությունը ինձ հուշում է եւ ես դա պարտավոր եմ փոխանցել, որ ամենալավ դաշնակիցն ես դառնում բռնակալների ժողովրդավարականության դեմ աշխատողները, եթե դու թույլ ես տալիս, որ իրենք անկաշկանդ անեն ինչ որ իրենք ուզում են։ Իսկ եթե նույնիսկ ընդվզում ես, դա արդեն գործ է, բայց իմ դեպքում ես ոչ թե ընդվզում եմ, այլ ասում եմ, դատախազություն, դուք ցույց տվեցիք, որ ձեզ դիմելն այլևս ավելորդ է, բայց դատախազության միջի մարդիկ իրավաբանները հիմա ես դիմում եմ ձեզ։ Ինչ, ենթադրենք իրենք իմացան, որ իրենք օրենքի դեմ են գնում կամ իրենք ժողովրդավար ձևով չեն աշխատում։ Ես այդպեսի բան չեմ ասում, որ Չէ, ես եմ ասում։ Դուք ինձ լավ գիտեք, իրենց եմ ասում։ Դուք ինձ լավ գիտեք, որ ես ինչ որ արվում է, դա իրավական չէ։ Եվ դուք ինչ որ այսօր անում եք պաշտպանելով այսօրվա իշխանությունների սխալները, դուք դրանով ձեր երեխաների Աթոյկոսի դեմ գնալն էլ իրավական չէ, բայց ձեր երեխաների դեմ եք աշխատում։ Ամեն դեպքում դուք որ ամբողջական այդ փաստաթուղթը կարդաք, կզգաք, որ այնտեղ այդ վկայություններով բերվում է մի բան, որ ցանկացած իրավապահ համակարգի աշխատող ունի անձնական պարտավորություն։ Եվ եթե դու ասում ես այդ պարտավորությունը չունես, գնա քեզ համար ընտանիքդ պահի եւ երբ հնարավոր է փող աշխատի, դու դառնում ես բռնապետների դաշնակիցը։ Ես հստակ բացատրել եմ եւ վստահ եմ, որ դա եթե 10 անտարբեր են մնալու, 5-ը մտածելու եմ, որ բայես եւ այնտեղ գիտեք ինչ օրինակ եմ բերել, ասում եմ այդ 88 թվականին, որ մարդիկ հանկարծ փողոց դուրս եկան, պատահական եղավ։ Չէ, այդ մարդիկ հանկարծ, քանի որ գլասնս պերեստրոյկա էր սկսվել եւ ռադիկալները լսում են, բոլորը միաժամանակ լսեցին, որ կա մի մարդ, որը 17 տարի նստել, հետ է եկել, հիմա էլ ստեղծել է անկախականների կազմակերպություն։ Անկախականների դե լավ, մինչեւ մեզ բռնեն, իրեն են բռնելու, բայց մյուս կողմից մարդիկ կային, որ ասում են, այդ որ ասում եմ 10-ից 5-ը, եթե մեկը 17 տարի է նստել, ես չեմ կարող 3 տարի էլ ես նստել, գնում եմ հայրենիքից համար։ Այդ օրինակներ տալը եւ այդ օրինակներից բացի նաեւ ուղղորդելը առաջին հայացքից ընկերներիցս մեկն ասեց, բայց այստեղ հեղաշրջման հոտ է գալիս, դու փաստորեն դատախազներին կոչ ես անում հեղաշրջման գնալ, ասում եմ, հա, այդպես բթամիտները այդպես կմտածեն։ Դե ասում են, չէ, կարծում ես իրենք շատ խելացի են, ասում եմ, բայց հիմք է պետք։ Ես հեղաշրջման մասին չեմ խոսում, ես ասում, դուք կատարեք ձեր պարտականությունները, ավելի նույնիսկ բանը հասնի այնտեղ, որ ես դատախազության աշխատող եմ, հայրիկյանը 20 տարի բռնադատված է եղել։ Ես էլ պատրաստ եմ աշխատանքից հեռանալ, այսինքն իրենք դրանք նույն հայ մարդիկ են, թեկուզ դատախազությունում։ Այսօր ճնշված են, բայց մեկը իրանց պիտի չէ, որ դուք կարող եք ասել, մենք այլևս աշխատանքի չենք գալիս, քանի հայրիկյանի այս դիմումները չեք քննել։ Դա կարող է լինել, պիտի հավատաս, որովհետև դիմացինդ հայ մարդ է։ Իսկ եթե այդ հայ մարդուն ասում ես, մեկը դու ծախված ես, մեկը Նիկոլը քեզ դարձրել է փալաս, վերջանում է այդ մարդը։ Մենք պետք է աշխատենք նպատակասլաց հավատալով մարդուն եւ ճիշտ շեշտադրումներ կատարելով։ Կարծում եմ, որ եթե հավատացիք մարդուն, մարդը այդպես կթողնի իր ամբիցիաները, իր կախվածությունները, իր ենթադրենք աշխատավարձը ու տենց ուղղակի հայ մարդու տրամաբանությամբ կառաջնորդվի։ Չէ, այդպես մի ասեք։ Նույնը ինձ գիտեք ով է ասել, ազգային միացյալ կուսակցության հիմնադիր ղեկավար Հայկաց Խաչատրյանը։ Երբ ես 52 տարի առաջ, ընդամենը 24 տարեկան էի, ասեցի, որ անկախություն ամեն գնովի փոխարեն ունենանք անկախություն հանրաքվեի ճանապարհով, ասել շատ լավ ես ասում, բայց այդ հանրաքվեին մասնակցելու է Հայաստանի քաղաքացին։ Եվ Հայաստանի քաղաքացին սովետական դաստիարակությամբ պատրաստ չի անկախությանը։ Լրիվ ճիշտ էր ասում ինքը։ Բայց ես ասի, եթե մենք հավատանք մարդկանց, հավատանք, որ նրանք էլ մերպես կնախընտրեն վճռական պահան ճշմարտությունը, դա դեր կկատարի։ Վերջում ինքն ինձ օրհնեց, ես էլ ուզում եի, որ ինքը նորից բայց մեր հանրաքվեն անցկացվեց, երբ որ արդեն խորհրդային միությունը փլուզված էր։ Չէ։ Այսինքն եթե մենք անենք օրինակ 88-ին, կարող է շատերը դեմ լինեին։ 88-ին չէ, բայց 90 թվականի սկզբին մենք հարցում ենք արել եւ երբ հանրությունը դեռ արդեն պրոցեսներ կան, խորհրդային միությունը արդեն ինքը ճաքեր էր տվել, եթե չլիներ այդ ձեր ասած խորհրդային միությունը ճաքեր էր տվել, որովհետեւ պերեստրոյկա գլասնը ներողություն խորհրդային միությունը ճաքեր էր տվել, որովհետեւ ձեր խոնարհ ծառան դրանից այդ
20 տարի առաջ Բրեժնևին կարողացել էր ստիպել, որ նոր սահմանադրություն ընդունելիս խոսի հանրաքվեի մասին օրենքի մասին։ Դա ինչպես էր տեղի ունեցել Գերմանիայի, Իտալիայի եւ մյուս երկրների կոմունիստները բողոք էին ներկայացրել, թե դուք մարդկանց եք կալանավորել հանրաքվեի պահանջի համար։ Ու նրանք հիմնավորում են, որ մենք դուք հանրաքվեի օրենք չունեք։ Գորբաչովն այնքան խորամանկ էր արել, Գորբաչովը չէ, Բրեժնևը։ Ուրեմն իրենք 78 թվին կարծեմ ընդունեցին նոր սահմանադրությունը եւ ընդունեցին օրենք, որ 82 թվին, այսինքն 4 տարի հետո պիտի ընդունեն օրենք հանրաքվեի մասին։ Այդ բոլորը մեկ օրվա մեջ չի լինում, դու նախապատրաստում ես, բայց իսկ գիտեք ի վերջո Գորբաչովը ինչպես է ընդունել։ Ես Գորբաչովն ասում էր դեմոկրատիզացիա, չէ՞։ Ես էլ լավ ամբիոն ունեի, ինձ արտաքսել էին արդեն ամենտեղ ասում էի, եթե Գորբաչովը դեմոկրատ է, թող ցույց տա իր հանրաքվեի մասին օրենքը, այդ բոլորը ազդում էր մարդկանց վրա։ Եվ ինչն էր հզոր ինձ համար, որ ասում էի, կոմունիստները իրենք որոշում ունեն 82 թվականին օրենք ունենալու մասին, բայց չեն իրականացրել, այնպես որ մի հավատացեք։ Դա հանրաքվե կլինի 26 թվականին, մենք հրաժարվենք անկախության հռչակագրից կամ փոփոխություններ կմտցնենք դրա մեջ, սահմանադրություն կփոխենք։ Դուք ուզում եք նախանշել այն վտանգները, որ կարող են լինել, բայց նախ եթե այսօր մարդիկ ճիշտ հասկանանու, լավ, մի քիչ սիրուն չի ստացվում, բայց որ համախմբվեն իմ գաղափարների շուրջը, այսպեսի հասարակ հարց է ծագում, ով որոշեց, որ մենք նոր սահմանադրություն պիտի ընդունենք։ Որ երկրում է նոր սահմանադրություն ընդունվում։ Այն երկրումն է որոշում։ Այն ոչ իշխանությունը երբեք չի որոշում։ Բայց Հայաստանում իշխանությունն է որոշում։ Դուք ինքն եք ուրեմն Հայաստանը բռնապետություն է։ Եթե Հայաստանը բռնապետություն է, արդեն վերջացավ։ Այլ է կոչել անգամ ժողովրդավարություն, բայց այնպես բան չի փոխվում, էությունը չի փոխվում։ Կոչելով չի, մենք գեյության մասին։ Դրա եմ ասում, այսինքն անունը կարևոր չի, բռնապետությունը թե ժողովրդավարությունը, բայց ինքը փաստացի բոլոր կարգին ազգերը իրենց սահմանադրությունները ընդունել են ոչ թե օրվա իշխանավորի թելադրանքով։ Նույնիսկ Ֆրանսիայում, որ Դգոլն էր կազմակերպում, Դգոլը հատուկ հանձնաժողով ստեղծեց մեծ։ Սա ինչ է արել, կառավարության անդամներին հավաքել է միտեղ, դուք գիտեք, ես այդ մի սկսեցի չավարտեցի, որ ասում եմ, կարելի է տեղը մերկացնել, եթե իմ շուրջը համախմբվեն, այդ շեշտադրի դրումանեկատին եմ փորձառու նպատակաուղղված եւ բանիմաց։ Ստեղծված է նորմատիվ իրավական ակտով, ստեղծված է խորհրդին ենթակա մասնագիտական հանձնաժողով։ Անցած օրը խեղճացած Արդարադատության նախարարն ասում է, դուք որ մեզ մեղադրում եք, որ մենք ապօրինի վարձատրություններ ենք տվել, դա արդեն չկա, մենք լուծարել ենք։ Ասում եմ, անցյալում տված 200 միլիոն դրամը հետ ստացել եք, բա ոնց, ինչպես ասում եմ, գործը չեն արել, ուրեմն հետ ստացեք։ Բայց երկրորդ, ինչ նորմատիվ ակտով է այսօր սահմանադրությունը գրում Գալյանը եւ այդ խմբի անդամները Յոհաննիսյան եւ Սակոս։ Ինչքան Հրար Թովմասյանն էր գրում, այդքանը Գալյանն է։ Դե այդ եմ ասում, հիմա չէ որ դուք ունեք նորմատիվ իրավական ակտ, որ պիտի մասնագետների խումբ գրի, հետո նոր խորհուրդը վերահսկի։ Հիմա մասնագետների խումբը ծրել են, իրենք են գրում, ինչ են անում, գիտեք։ Հին սահմանադրությունից վերցնում արտագրում են համարները փոխում։ Մենք չենք կարող ճահիճի մեջ ենթադրել, որ կարող է լինել շատ մաքուր, sense մի հատ փոքրիկ կղզյակ, լավ ջրով։ Դուք Ստեփան Զատիկյանի խոսքերն ասացիք, ասում եք կեղտից մաքրվելու համար նախ պիտի ճահճից դուրս գաս։ Կլասիկ խոսքեր են այն ժամանակ։ Այսինքն դա ինչպես կկոչենք, դա տարբեր մոտեցումներ կան, ես եմ համաձայն, որ իհարկե մենք շատ հեռու ենք ժողովրդավարություն լինած, բայց մենք այդ ճահճային բանը, որը ստեղծվել է եւ 18 թվին հիշեցնենք, որ պահանջներից մեկը եւ ամենակարևորը սահմանադրության փոփոխությունն էր։ Հիմնականում դա էր, մերժիր Սերժին դա էր։ Մերժիր Սերժին, այսինքն մերժիր նրա սահմանադրությունը։ Գիտեք, ինձ պետք եղավ 2 տարի ճնշում գործադրել, որ ինքը 20 թվականին վերջապես նախաձեռնի։ Եվ ոչ ոք չէ, 3 հատ հանձնաժողով ստեղծվեց, որոնցից ոչ մեկ չաշխատեց։ Հիմա երբ որ արդեն կա կոնկրետ իբր թե խաղաղության գործընթաց, այդ խաղաղության գործընթացի շրջանակում պիտի փոխվի սահմանադրությունը, որպեսզի հանկարծ մեր սիրելի ադրբեջանցիները չնյարդայնանան եւ հանկարծ իրենք չմտածեն, որ մենք իրենց կարող են ինչ-որ մի պահից նորից խափենք եւ նորից հարձակվենք իրենց վրա, ինչպես որ իշխանությունները։ Դե դուք իրենց խոսքերն եք կրկնում, ես չէի ուզում որ մերոնք լսեն։ Չէ, ես ասում եմ ինչ որ կա, ոչ թե ես այդպես եմ մտածում, այլ ինչպես են իրենք ներկայացնում։ Լուծումը գիտեք, չէ՞ որն է։ Ես լուծման մասին վաղուց եմ խոսել։ Լուծումն այն է, որ ստեղծել է հանձնաժողով, չի արդարացրել իրեն, մենք միասնական ուժերով ասում ենք դու հիմա պարտավոր ես սա լսել, բայց պարլամենտական ընդդիմությունը լավագույն դեպքում խաղում են Նիկոլի խաղը, որովհետև տեսեք ամենակարևոր թեման իրենք ինչ է, չգիտեմ որ ես դատախազության հետ նույնիսկ հացադուլով արդեն գնացի, որ տես հացադուլ եմ անում, դրա համար արդեն չեն խախտում այլևս, չգիտեին, երբեք չեն ասել։ Ամեն ինչի մասին խոսում են, լավ են անում, ճիշտ են անում, բայց ամենակարևորի մասին, որ Նիկոլ Փաշինյան, ամեն ինչից առաջ դուք ինքներդ ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդ եք այս պահին։ Մենք վախենում ենք ասենք, որ դու հանցագործության մեջ ես մեղադրվում, այնտեղ պարույր Հայրիկյան կա,
Ինքը քեզ մեղադրում է նրա մեջ, որ դու խախտել ես կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։ Մարդիկ չեն հասկանում դա ինչ է։ Օրինակ, արդյոք այդ մենակ այդ մի օրենքն է խախտել։ Այո, հենց այդ է, որ ամբողջի մեջ միայն դա ամենակարևորն է։ Սա միակ օրենքն է։ Պատերազմի կամ մնացած անվտանգային հարցերը բոլորի մեջ անառարկելին սա է։ Տեսեք, ես ինչ եմ ասում։ Երբ ասես դու դավաճան ես, երբ ասես Արցախի ինքնորոշումը ուրացար, ճիշտ ես։ Դու ցեղասպանության հնցակից դարձար, ճիշտ ես, բայց դա պետք ունի ապացուցման։ Դա պետք ունի ինքը կարող է իր փաստարկները ներկայացնել, բայց երբ դու ասում ես դու ստացել ես հանրագիր եւ դա միակ երաշխիքն է կուսակցությունների ազատ գործունեության։ Սրանց մեջ չեն ուզում խորանալ, ես այդ ասում եմ ու կորում եմ։ Օրենքում գրված է, որ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում գրված է։ Այս ինչ եմ ասում, գրված է, բառացի։ Ընդամենը երկու տող է։ Ասում է, որ միակ երաշխիքը ժողովրդավարության կուսակցությունների համար երաշխավորվում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատություն։ Տեսեք, ուրիշ տեղ սա չի գրված։ Հասարակ ակնհայտ բան է, բայց գրված է։ Այդ թվում հրապարակայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը պետական եւ հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ։ Այս էլ հասարակ բան է, ով ուզի կարող է ներկայացնել։ Բայց օրենսդիրը զարմանալին է, որ իրենք են գրել։ Ինչ է շարունակում։ Այս այնպես չի, որ դու կարող ես հրապարական արտահայտել, իրենք էլ որպեսզի չթողնեն արհամարեն գնան։ Շարունակության մեջ գրված է. պետական, ես կարճ եմ կարդում, մարմիններին պաշտոնատար անձանց ներկայացնել անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր։ Դա էլ ամեն մոտ կասետ ինչ է որ։ Բայց շարունակությունը, որոնք սահմանված կարգով ենթակա են քննարկման։ Սա միակ հոդվածն է մեր ամբողջ օրենսդրության մեջ, որը պարտավորեցնում է եւ սրանք պետք է մեր բոլոր կուսակցությունները ուշադրեն։ Հիմա ես կոչ եմ արել բոլորին, առանձին եւ հրապարակավել եմ հնչեցրել, ասում եմ եկեք այս հարցի շուրջ համախմբվենք, արագ հարցերը լուծենք։ Այդ դեպքում թող ինքը մտածի, վեհապարի հետևից գնա, եկեղեցուն հետապնդի, թե մտածի ոնց ես քիչ ժամկետ ստանամ։ Սա է հիմքերի հիմքը։ Պարոն Հայկյան, շատ շնորհակալ եմ։ Մեր եթերը ցավոք մոտեցավ ավարտին։ Շնորհակալություն եւ ես նույնպես։ Շնորհակալություն այլ ձեզ ելի հեռուստատողներ։ Մենք հյուրընկալեցինք ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարուհ Հարիկյանին։ Հաջողություն ձեզ։